քննարկում ենք հարց համար 34-ը Իջևան համայնքում UEFA ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման նախագծանախաշվային փաստաթղթերի ձեռքբերման մասին հարցը։ Զեկուցող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Ինչպես արդեն գիտենք, 2029 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը Վրաստանի հետ համատեղ կազմակերպման հիմքով եւ այս նպատակով մեր երկու երկրների ֆեդերացիաները համատեղ հայտ էին ներկայացրել, որը արդեն իսկ հաստատվել է FIFA-ի կողմից եւ այդ առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար հիմնական պայման է UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտեր ունենալը եւ այս ուղղությամբ աշխատանքները կառավարությունը մեկնարկել է դեռևս նախորդ տարի նախապատրաստվելով հայտին եւ նաեւ նախապատրաստվելով այս սցենարով իրադարձությունների զարգացմանը ու պետք է հիշեցնեմ, որ մենք արդեն իսկ Վանաձորում մարզադաշտի վերակառուցման համար նախագծման գործընթացը մեկնարկել ենք, նախատեսում ենք, որ առաջիկա 1-2 ամսվա մեջ կունենանք արդեն պատրաստ նախագիծը, որով էլ կմեկնարկենք բուն վերակառուցման աշխատանքները եւ այսօրվա որոշմամբ էլ մեկնարկում ենք նաեւ Իջևանում նման ուրեմն ստանդարտի մարզադաշտի նախագծանախաշվային աշխատանքների ձեռքբերման գործընթացը։ Երկրորդ մարզադաշտը նույնպես նախատեսվում է շուրջ 10,000 տեղանոց եւ պետք է հիշեցնեմ, որ նախորդ տարվա դեկտեմբերին կառավարության որոշմամբ արդեն իսկ ձեռք էինք բերել անհրաժեշտ հողատարածքը 20 սեփականատերերից, հատկացնելով համապատասխան միջոցներ եւ այժմ մեկնարկելով բուն գործընթացը որոշել ենք վստահել աշխատանքները միջազգային փորձ ունեցող նման մարզադաշտեր արդեն նախագծած եւ կառուցած Venuera Holding SP-ին, որը արդեն իսկ ներառված է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման գործընթացում եւ իրականացրել է այնպիսի նախագծեր, ինչպես օրինակ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Պուշկաշ արենա ֆուտբոլային մարզադաշտն է, որտեղ անցկացվել են Եվրո 2020-ի խմբային փուլի 3 եւ 1/8 եզրափակիչ 1 հանդիպումները, Սաուդյան Արաբիայի King Abdullah Sports City մարզադաշտն է, որտեղ անցկացվել է 23 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը, Սանկտ Պետերբուրգի Գազպրոմ արենա մարզադաշտն է, որտեղ 2018-ին անցկացվել է FIFA-ի աշխարհի առաջնությունը, այսինքն գործ ունենք մի ընկերության հետ, որը բավական փորձառու է եւ այս որակի եւ այս ստանդարտի ստադիոնների նախագծման եւ նաեւ կառուցման մեծ փորձ ունի եւ պետք է ասեմ, որ այժմ նաեւ ընկերության հետ ընթանում են բանակցություններ ստադիոնների շինարարության գործընթացը համատեղ իրականացնելու շուրջ եւ այս բոլոր աշխատանքների հիմնական մոտիվացիան առաջնության համար անցկացման ժամկետները եւ նախատեսվող աշխատանքների ծավալը հաշվի առնելով լավագույն լուծումները գտնելն է եւ առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացվեն նաեւ շինարարության փուլին վերաբերվող նախագծերը։ Այս որոշման արդյունքում մենք կկարողանանք հրատապ կարգով մեկնարկել պատշաճ կերպով ու սահմանված ժամկետներում իրականացնել Իջևանում UEFA-ի ստանդարտներով 10,000-անոց ֆուտբոլի մարզադաշտի կառուցման ծրագիրը, երաշխավորելով դրա ավարտը մինչև 29 թվականի հունվարը 29-ին կայանալիք առաջնությանը ընդառաջ։ Այս որոշման իրականացման համար մենք նաև պետական բյուջեում առաջարկում ենք վերաբաշխում 177 միլիոն 828 հազար դրամի չափով, որը կուղղվի նախագծանախաշվային աշխատանքներին, ինչպես նշեցի, սրան կհաջորդեն արդեն շինարարության փուլի հետ կապված որոշումները։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, ճիշտ եմ հասկանում, որ մեր կանխավարկածն է, որ շինարարական այն ընկերությունը, որ շինարարությունը անելու է եւ որ ոլորտում փորձ ունի, մենք գիտենք, կարող ենք տեսնել այն ստադիոնները, որ իրենք կառուցել են, իրանք նախագծեն եւ իրանք իրականացնեն շինարարությունը եւ իրանք մոդուլային տեխնոլոգիայի են տիրապետում, որը արդեն կապված չափերից կոպիտ ասած իրանք բանաձևը դնում են, այդ նախագիծը գեներացնում են եւ տեղում կառուցում են եւ սա գործողությունն է, որ իրանք անընդհատ անում են եւ սա իրանք գործունեության բնույթն է։ Այո, պարոն վարչապետ, պետք է ասեմ նաև, որ մենք այս ընթացքում անհրաժեշտ խորհրդատվությունը ստանում ենք նաև UEFA-ից կիրառվող տեխնոլոգիաների, դրանց համապատասխանության վերաբերյալ եւ շարունակելու ենք այս խորհրդատվությամբ ուղեկցել process-ը, որպեսզի կարողանանք նաև անհրաժեշտ գիտելիքն ու կոմպետենցիան ունենալ առաջարկները գնահատելու համար, բայց այո, մենք գործ ունենք մի ընկերության հետ, որը ոլորտում ունի համապատասխան փորձառությունը, հեղինակությունը եւ իր գործունեության բնույթը հենց սա է եւ կարծում եմ,
որ ներկայացված մոտեցումները հիմք են տալիս ենթադրելու, որ մենք առաջնությանը պատշաճ նախապատրաստվելու բոլոր քայլերը ժամանակին կիրականացնենք։ Իհարկե մեծ ծավալի աշխատանք է, պարոն վարչապետ, պետք է ասեմ, որ խաղի ֆորմատը, առաջնության ֆորմատը արդեն իսկ որոշված է։ Մենք գործ ենք ունենալու 24 թիմի մասնակցությամբ առաջնության հետ, ընդհանուր առմամբ 52 խաղեր են անցկացվելու, դրանցից կեսը անցկացվելու են Վրաստանում, կեսը Հայաստանում, այսինքն ընդհանուր առմամբ 26 խաղեր են անցկացվելու Հայաստանում, որոնցից 9 Վանաձորում եւ Իջևանում, 17-ը Երևանում։ Պլանավորում ենք, որ Վանաձորում եւ Իջևանում խաղերը անցկացնելու համար թիմերը կտեղակայվեն Դիլիջանում եւ այստեղ նույնպես մեծ աշխատանք ունենք անելու։ Դիլիջանում շուրջ 7 հյուրանոցային համալիրներ կպահանջվեն միայն թիմերի եւ պատվիրակությունների կեցության համար, որի շուրջ նույնպես աշխատանքը ընթանում է եւ ընդհանուր առմամբ մենք այս աշխատանքների ընթացքը կունենանք նաեւ FIFA-ի կողմից համապատասխան ուղղորդումը, օգոստոսի վերջին համապատասխան այց կլինի Հայաստան, նրանք կգնահատեն միջև այս պահը արված աշխատանքները եւ անհրաժեշտ ուղղորդումները կանեն հետագա գործընթացի համար։ Հարգելի գործընկերներ, իհարկե մեծ իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար, բայց ավելի մեծ իրադարձություն է Վանաձորի եւ Իջևանի համար, ավելի մեծ իրադարձություն է Իջևանի համար, որովհետեւ ոչ միայն առաջնություն, այլև ենթակառուցված, որ նախկինում երբեք չի եղել, չենք էլ մտածել, չենք էլ երազել նման ենթակառուցվածքի մասին եւ այս իրադարձությունը իհարկե մարտահրավեր է, որովհետեւ ժամանակի խնդիր ունենք, բայց նաեւ լավ լուրն է նա, որ մենք ինչ որ մի ժամանակ առաջ արդեն գիտեինք, որ դա կարող է լինել իրատեսական եւ նախապատրաստական աշխատանքները պատշաճ արել են։ Աշխատանքային խումբը փոխվարչապետի գլխավորությամբ գործում է, ճիշտ է, պարոն Խաչատրյան, որը ոչ միայն բուն ստադիոնի հետ կապված, այլև նաև հարակից խնդիրները, սկսած կեցության, լոգիստիկա եւ այլն, այլ կազմակերպչական հարցերով զբաղվում է։ Համեցեք։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախ պարոն վարչապետ, ինչպես հանձնարարել եք եւ ձեր որոշմամբ աշխատանքային խումբը ստեղծվել է, մենք արդեն ունեցել ենք 2 քննարկում։ Քննարկումներին մշտական մասնակցություն ունի նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Տիկին Անդրեասյանը իհարկե հիմնական հարցերը նշեց, բայց ես մի քանի առանձնահատկություններ եմ ուզում այստեղ բարձրաբանել, որովհետև սրանից ավելի լավ առիթ չի լինելու։ Մենք վերջին քննարկման ժամանակ էր, որ որոշեցինք, որ պետք է դիմենք այդ նախագծող կազմակերպությանը նաև շինարարական աշխատանքները համակարգելու համար։ Ինչ եմ ասում համակարգելու, մենք մտածում ենք, որ նա հանդես կգա որպես գլխավոր կապալառու, բայց բնականաբար կներգրավի Հայաստանում եղած բոլոր կարող ուժերը։ Մենք երկար խոսում ենք այն մասին, որ արդեն ունենք ծրագրեր, որտեղ հայաստանյան շինարարական կազմակերպությունները նույն մարզական կառույցների ուղղությամբ իրականացնում են որակյալ աշխատանք, պարոն Վարդանյանը հետո կլրացնի, եթե դրա կարիք կա։ Այսինքն մենք գիտենք նաև, որ իրենք որոշակի արդեն նախնական աշխատանքային քննարկումներ տանում են իրար հետ, այդ աշխատանքը համատեղ իրականացնելու հնարավորությունները հասկանալու համար, բայց ինչի են գնում այս ճանապարհով, որովհետև տեխնոլոգիաները նորարարական են։ Այսինքն այդ թեթև կոնստրուկցիաները, որոնք օգտագործվելու են, ընդհանրապես աշխարհում մի քանի տեղ ունեն կիրառություն։ Մենք UEFA-ի մեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին խնդրել էինք, որ UEFA-ի հետ հարցման միջոցով փորձեն հասկանալ, թե այդ կիրառությունը ինչպիսի արձագանք է ունեցել։ Ստացել ենք նախնական հաստատում, վստահություն, որ դրանք համապատասխանում են պահանջների եւ չափանիշներին, որոնք UEFA-ն պետք է կիրառի վերջում իր համաձայնությունը տալու համար, որովհետեւ պետք է որոշակի կատեգորիայի համապատասխանություն լինի այդտեղ։ Եվ քանի որ նաև աշխարհում տարբեր լոգիստիկ շղթաներ կան, որոնք որ պիտի սպասարկեն այս գործընթացը, մտածում ենք, որ ավելի լավ, քան նախագծողը չի կարող իմանալ, թե ինչ է հաշվի առնված այդ նախագիծը կազմելու ժամանակ։ Եվ դա է պատճառը, որ մենք որոշեցինք մեր վերջին աշխատանքային խմբի ժամանակ, որ այս նախագիծը կառավարության նիստով նախագծման աշխատանքը պատվիրելու հետ միասին մենք մտադրությունների հուշագիր ստորագրենք այդ նախագծային կազմակերպության հետ, որ նա կտա մեզ հաստատում, որ երբ մոտենանք արդեն շինարարության փուլին, կարող ենք խոսել այնտեղի մանրամասների մասին, ընդ որում դիտավորյալ բաժանել ենք երկու մասի, որ կարողանանք ունենալ բանակցային որոշակի ճիշտ շրջան։ Մենք նաև ձևավորում ենք հիմա մի աշխատանքային խումբ, որտեղ պետք է հրավիրենք նաև նորից ֆուտբոլի ֆեդերացիայի մեր ղեկավարության հետ սերտ համագործակցությամբ մասնագետներ, ովքեր գիտեն ինչ է նշանակում ստադիոն կառուցել եւ գիտեն կարդալ ստադիոնի նախագիծը։
Եվ մեր մոտեցումը նա է, որ մենք երբ որ ունենանք արդեն նախագծված երկու աշխատանքները եւ Վանաձորի եւ Իջևանի դեպքում, այդ նախագծերը այդ մասնագետների կողմից, փորձագետների կողմից նայվի հնարավոր բոլոր օպտիմալացումները այդտեղ իրականացնելու աչքով։ Եվ մենք վերջին փուլում կբանակցենք նաև այդ փորձագիտական խմբի աջակցությամբ, ընդ որում չենք բացառել, որ կգանք նաև մեկ առաջարկով կառավարություն, որ այդ փորձագիտական աջակցությունը նույնպես վերցնենք որպես վճարվող ծառայություններ, որովհետև դա հուսալի մասնագիտական կարծիք կլինի մեր որոշումները նախապատրաստելու համար, եւ արդեն մտադիր ենք, որ մինչև այս տարեվերջ այդ պատրաստ նախագծերով շինարարական կազմակերպություններին ներգրավելու համար մեր մրցույթ չի, դա իրականում պետք է բանակցվի եւ բայց մենք պիտի նախնական պատկերացում ունենանք նաեւ այն տեղական կազմակերպությունների վերաբերյալ, որոնք ներգրաված են լինելու հուսալիորեն այդ ամբողջ աշխատանք կատարելու համար։ Զուգահեռաբար, ինչպես դուք նշեցիք արդեն, մենք նաև իհարկե ճանապարհների հարցն ենք քննարկում Վանաձորի դեպքում, որովհետև ստադիոնին մոտեցող ճանապարհները նույնպես պետք է լինեն ստանդարտին համապատասխան, նաև ավտոկայանատեղիների, նաև հյուրանոցային տնտեսության, որը պետք է արկա լինի, բայց այստեղ առանձնահատկությունն է, որ եւ Վանաձորի եւ Իջևանի դեպքում հյուրանոցային տնտեսությունը Դիլիջանի տարածքին է վերաբերում, ըստ էության այն չափով, որ վերաբերում է ֆուտբոլի ակումբներին եւ այդ համակարգող մասնագիտական անձնակազմին ոչ մի խանգարող հանգամանք այս պահին չենք տեսնում, որ մենք նախատեսված ժամկետներում կգնանք առաջ, բայց բնականաբար նաեւ այս որոշումները ընթացիկ հենց նրա համար են, որ ժամկետների որևէ բաց թողում չունենանք։ Իջևանում եւ Վանաձորում էլ որոշակի հյուրանոցային կարողությունների հայտ են եկել եւ գալիս են, այսինքն այնպես չստացվի, որ մենք բան ենք անելու, փակելու ենք։ Այսինքն նույն թիմերը համընդեղ են խաղալու համընդեղ, հա։ Շատ լավ, բայց դե պարզա երկրպագուներ եւ այլն ամբողջ տարածաշրջանի, այլ ավելի գուցե նաեւ Գեղարքունիքի մարզում կծանրաբեռնվի եւ սա լավ առիթ է այն ներդրողների համար, ովքեր մտածում են կամ պրոյեկտներ ունեն, որոնք ընթացքի մեջ է, արագացնեն, որպեսզի հասցնեն 29 թվի ամառվա դրությամբ պատրաստ լինի, որպեսզի կարողանան լավ ստարտ ունենալ բիզնեսի։ Համեցեք Տիկին Անդրես։ Պարոն վարչապետ, ես կուզեմ հատուկ շեշտել, որ մենք այս ենթակառուցվածքին չենք նայում իբրև այսպես ասած մեկ անգամյա ենթակառուցվածք, որը ձևավորում ենք առաջնությունը անցկացնելու համար եւ մեր այս ընթացիկ աշխատանքներում զուգահեռաբար աշխատում ենք նաեւ այս ստադիոնների գործարկման բիզնես մոդելի վրա, որովհետև ինչպես դուք նշեցիք, սա տվյալ տարածաշրջանների համար աննախադեպ հզորություն է, ենթակառուցվածք է, որը նաև հետո պետք է ճիշտ շահագործվի եւ ճիշտ շահագործման դեպքում դա նույնիսկ կարող է լինել եկամտաբեր գործունեություն եւ ոչ թե պետության համար դառնալ լրացուցիչ պահպանման ծախսերի առումով բեռ։ Եվ այդ իմաստով նույնպես զուգահեռաբար աշխատում ենք, որպեսզի թե առաջնությանը պատրաստվենք եւ հետո ճիշտ օգտագործենք ձևավորված հնարավորությունները։ Շատ լավ, կան հարցեր արգել գործընկերներ, չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։